ոստիկանությունում աշխատանքի է անցնում կամ ծառայության է անցնում որևէ քաղաքացի։ Արդյոք ուսումնասիրվում է տվյալ քաղաքացու կեսագրությունը, արդյոք նա ունի քրեական որևէ հեղինակության հետ ազգակցական հարաբերություններ, թե ոչ, կուսակցական պատկանելիություն ունեցել է տվյալ անձը քաղաքական պաշտոն զբաղեցրել է, թե ոչ։ Սրանք սկզբունքային հարցեր են ոստիկանությունում, թե ոչ, եւ արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն քանաքերցի տունի հետ, եւ դուք տեսնում եք այս իրավիճակում, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, շահերի բախում չեք տեսնում, ինչպես կարող է ոստիկանությունը օրենքով գողերի, ոստիկանապետը օրենքով գողերի հետ կապված որոշակի գործողություններ անել, եթե ինքը հանդիսանում է օրենքով գողի ազգական։ Ես հասկացա հարցի էությունը, բովանդակությունը, մտահոգությունները, հիմա ասեմ։ Ոստիկանության համակարգ եւ առհասարակ ներքին գործերի նախարարության համակարգ մուտք գործելու շրջանակներում բնականաբար կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային են այդ ստուգումները լինում, որպեսզի մենք համոզված լինենք, որ ներքին անվտանգությունը անսասան է եւ որևէ ձևով որևէ մեկը անկաշկանդ գործելու խնդիր չի ունենա։ Պարոն Ղազարյանի դեպքում բնականաբար այնպիսի պաշտոն է հավակնել զբաղեցնելու, որը որ եւս ստուգողական որոշակի գործողություններ իրականացրել են, բնականաբար հաշվի են առել բոլոր հանգամանքները, այդ թվում հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու հանգամանքները եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո ես ուզում եմ շեշտել, որ անկախ ազգակցական կապերից պարոն Ղազարյանը ունի մարդկային այն արժե համակարգը, այն փորձառությունը, որը նաև ոստիկանությունում անցել է, որը որ թույլ կտա նրան արդեն անկաշկանդ ոստիկանապետի պաշտոնում իրականացնել այն բոլոր լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին եւ ակնկալվում է թե ին կողմից, թե կառավարության կողմից ոստիկանություն ուղիղ կպատասխանեք այդ հարցին բարեկամներ։ Մշակույթի դեմ պայքարի շրջանակում ինչպես կարող է քրեական հեղինակության ազգականը լինել ոստիկանապետ։ Լիա ջան, ես ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք եւ ես կարծում Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է եւ բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, կարող ենք ունենալ տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում հստակ անձ ունի առաքելություն եւ եթե անձը իր մարդկային եւ ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջեւ դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով։